Ողջույն։ Ժողովուրդն ասում է, տունը վառվում է, հրշեջը կրակի վրա պապիրոս է վառում։ Երբ նայում ենք, թե ինչ է քննարկում այսօր ժողովուրդը եւ ինչ է քննարկում իշխանավորը, հասկանում ենք, որ այս ասացվածքը հենց մեր իրականության մասին է։ Երեք ակտիվորեն քննարկվում էր երկու շատ ուշագրավ թեմա, որոնք միացնելով ամենաշատն է երևում այսօրվա խորը անջրպետը իշխանության ու հասարակ ժողովրդի մեջ։ Հասարակ ժողովուրդ բառը ընդգծում եմ, որովհետև Նիկոլը հաճախ է ասում, իրեն հասարակ ժողովուրդն է ընտրում, ոչ թե էլիտան, ու այդ հասարակ ժողովրդի անունը այս վերջում էլ դրեց կարտոշկա ուտող։ Ինչ է քննարկում ժողովուրդը։ Երեք թոշակառուն ստացավ 10,000 դրամով բարձրացած թոշակը։ Ասում է, ուրախացել էի, որ տավարի միս կառնեմ վերջապես 2 կիլո, բայց ընդամենը մի քանի օրում մսի գինը աճել է 700-ից 1000 դրամով։ Կատնամթերքը եւս թանկացել է, հացաբուլկեղենը թանկացել է, միրգ բանջարեղենը թանկացել են։ Մի ամիս առաջ Պապոյանենք ոգևորվել էին, թե Ադրբեջանից բենզին են բերել, էժանացել է, եւ ուրեմն բենզինը էլի թանկացել, հասել է 500 դրամ։ Այո, թոշակառուն նաեւ ավտո է քշում, այդպիսի բան էլ է պատահում։ Եվ ուրեմն իր ստացած բարձրացված թոշակը էլ չկա, գնաճի պատճառով, գնաճը խժռել է։ Մեկ այլ թոշակառու ասում է 2005 թվականին 14500 դրամ թոշակ եմ ստացել, բայց ավելի լավ է ապրում, որովհետև գնում էր խանութ ու վստահ էր, որ ապրանքի գինը երեկվա, մի ամիս առաջվա ու 2 տարի առաջվա գնի հետ խոսում է։ Մարտին ստացել են թոշակ ու կոպեկ հաշվել, որ ծայրը ծայրին հասցնեն։ Ապրիլին ստացել են 10,000 դրամով բարձր թոշակ ու էլի կոպեկները հաշվել են, որ ծայրը ծայրին հասցնեն։ Իսկ որն էր իշխանավորների քննարկման թեման։ Արտաքին գործերի նախարար աշխատող Արարատ Միրզոյանի դղյակն են հրապարակել նկարը։ Միրզոյանը շատ տիպիկ խորհրդանիշ է հարստացող պաշտոնյայի։ Անգամ ապառիկով հերոստացույց չէին տալիս, իսկ իշխանության գալուց մի քանի տարի անց դղյակ ունի։ Իրեն բերած քաղաքացին էլի բոբիկ է, ինքը դղյակ է հետ գցել։ Ու արդարանում է, թե բա հայտարարագրում կա տունը, վարկով է, թալանված չէ, ապօրինի չէ, էս չէ, այն չէ, ու որ ամենախնդալուն է վերջում ավելացնում է Հայաստանի Հանրապետությունը մնալու է ինքնիշխան։ Հայաստանի ինքնիշխանությունը այդ ինչ կապ ունի քո դղյակի հետ։ Ռազվոր հասցրիր բանը ինքնիշխանությանը հարցնեմ, պարոն բանակցող, բայն օկուպացված 200 քառակուսի կիլոմետրը երբ ես հետ բերելու, որ վերականգնես այդ Հայաստանի Հանրապետության այդ ինքնիշխանությունը։ Ու ընդհանրապես ինքնիշխանությունից խոսացող Արարատ Միրզոյանին ահազանգեմ, գնա պասպորտ սեղան ու տեր կանգնի անվանդ։ Ծննդականում Արարատ է նշված, հեսա ստիպելու եմ փոխել ինքնիշխանը։ Արարատ Միրզոյանը թող 15 հատ դղյակ առնի։ Ամեն սենյակի բոլոր պատերից էլ ու առաստաղից էլ լայն էկրան հեռուստացույց կախի, ապառիկով չտված հեռուստացույցի մուրը հանելու համար։ Քանի հատ դղյակ ուզում եք առեք, դա իմ խնդիրը չէ, բայց մի ճշտող հարց։ Դրա համար էիք հավաքվել 2018 թվականին, որ դղյակ հետ գցեիք։ Նրա համար էր հեղափոխությունը, որ մի դղյակատերը փոխվի նոր դղյակատերով ու դուք ասեք նրանցը հայտարարագրով չէր, մերը փաստաթղթով է։ Ժողովրդին ինչ փաստաթղթով է, թե չէ, մեկը ժողովրդի փողերով է դա։ Ձեզ չէին բերել, որ դղյակ սարքեք ու մուննատ գաք, 5000 զոհտակ ու մուննատ գաք, երկիրը հանձնեք ու մուննատ գաք, աղքատությունը խորացնեք ու մուննատ գաք։ Ժողովուրդը հաշվում է, թե 10,000 դրամով քանի օր կարող է հացի մասին չմտածել, իշխանավորը հաշվում է, թե իր նոր դղյակի համար քանի միլիոն վերցնի պետբյուջեի պարգևավճարային ֆոնդից։ Ասում է, մինչ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ենք շփվում, Արարատն է ասում, եւ նկարվում, նրանք իմ պատի հետ են նկարվել։ Իսկ այդ քաղաքացու հետ որ շփվում եք, ասում եք, որ իրեն հիմարացնելով դարձակ դղյակատեր։ Ընդհանրապես, ինչ երեսով եք դուք գնում քաղաքացու հետ հանդիպման։ Եթե 2018-2021 թվականների խոստումների մեջ գրեիք, որ գալու եք դղյակ շինեք, այո, այսօր կարող եք դուխով գնալ, բաց ճակատ կանգնել ու ասել, մեր խոստումը կատարել ենք։ Միրզոյանը դղյակ ունի, Կոնջորյան, Պապիկյան, Ալեն, Ավինյան, Սանոսյան, բան դղյակ ունեն։
ով էլ դղյակ չունի ՔՊ-ից, այնուամենայնիվ մի քանի անշարժ գույք է ձեռք բերել։ Մի հատ էլ ընտրեք, որ իրենց տներն էլ դառնան դղյակ։ Ժողովուրդը ոսկե ձկնիկն է, որ ՔՊ-ի խրճիթը սարքել է պալատ։ Ամեն օր մամուլը հրապարակում է սրանց տեսչությունների, կառավարությանն առընթեր տարբեր մարմինների ղեկավար տեղակալների ունեցվածքը, քաղաքաշինության ինչ-որ մարմնի ղեկավար, 9 անշարժ գույք, կադաստրի կոմիտեի ղեկավար պաշտոնյաներ, 3 անշարժ գույք, 4 անշարժ գույք, տեսչության ղեկավարի տեղակալ, 4 անշարժ գույք, փոխմարզպետ, 8 հողամաս եւ այլն։ Ու ասում են ժողովուրդ ջան, ուրախացիր, նախկինում ինչ որ պաշտոնյա 20 տարում դղյակ է ձեռք բերել, իսկ մենք ՔՊ-ականներս կարողացել ենք դա անել 7-8 տարում։ Բայց նրանցը թալան է, մերը թալան չէ։ Այդ ինչի հավատանք որ ժողովուրդը կարող է չէ հարցնել 8 միլիարդ դոլարով ավելացրել եք պարտքը։ Ինչ եք սարքել բացի ձեր դղյակներից։ Պարտքը կա, ուրիշ արդյունք չկա։ Քոչարյանի ժամանակ 2-300 միլիոն դոլար մտավ Հայաստան, էլ էստակադաներ, գյուղեր, քաղաքներ, Աղետի գոտի, Կամուրջ, Թունել, Արցախ, այն որ մի ստորագրությամբ նվիրեցիք, այդ սաղ սարքեցին։ 8 միլիարդ դոլար պարտք եք կուտակել, ինչ եք արել։ Ասում եք թալան չենք արել։ Այդ ինչի պետք է հավատանք։ Հակակոռուպցիոնն է ստուգել։ Պատկերացնում է ժողովուրդը, որ իշխանությունը փոխվեց։ Ինչ հաշիվներ են բացահայտվելու, ինչ դղյակներ, ուրիշների անուններով, որ բանկերում ինչ հաշիվներ, դա էլ չեք կարող չեն լղոզել նախկիններով։ Մենք այս 8 տարվա մեջ մի հատ լուրջ վճիռ չենք տեսել, միլիարդների վերադարձ չենք տեսել։ Ինչ գործ տեսել ենք, դատարաններում վիճարկում են ու պարտվում եք։ Նախկինների կոռուպցիայից խոսողները եկան, որ ցույց տան, թե ոնց կարելի է օրինական ճանապարհով մի ամբողջ երկիր թալանել, հարստանալ պետ բյուջեով։ Կարճ ասած, սրանք ասացին, գալիս ենք որպես փրկիչ, բայց դարձան ժողովրդին ամենաթանկ արժեցող անկոչ հյուրերը։ Եվ այդ հյուրասիրության հաշիվը Հայաստանը փակում է իր տարածքներով, իր զավակներով, Արցախով, խորացող ճգնաժամերով։ Խնդիրը ՔՊ-ի դղյակները չեն։ Խնդիրն այն է, որ ՔՊ-ականների հարստացման արագությունը ուղիղ համեմատական է Հայաստանի կործանման ու փոքրացման արագությանը։ Ոչինչ, մի քիչ էլ կերեք, քիչ մնաց։